Ողջույն, շարունակելով մոլորակները թեման, հիմա հերթը Վեներայինն է։ Այս անգամ կպատմեմ նրա կարևորության եւ իր դիրքի մասին անձնական քարտեզում 1-ից 5-րդ տներում։ Հիշեցնեմ, որ իմ ինստագրամյան էջում ես ունեմ Վեներան բոլոր նշանների մեջ։ Ինչ է խորհրդանշում Վեներան անձնական քարտեզում։ Անձնական քարտեզում Վեներան համարվում է փոքր հաջողության մոլորակ։ Երբ այն տեղակայված է քարտեզում, լավ նշանում եւ լավ տանը, դա հաջողություն է բերում անհատին։ Վեներան կապված է սիրո, գեղեցկության, էսթետիկայի, մագնիսականության, վայելքների եւ հաճույքների հետ, ինչպես նաեւ ֆինանսի, հարստության եւ արժեքների։ Այն պատասխանատու է սիրո եւ հարաբերությունների, զգացողությունների եւ այն, ինչ որ մեզ դուր է գալիս գեղեցկության, ճաշակի եւ ոճի մագնիսականության, ձգողականության, փողի, արժեքների, նյութական բարիքների, հաճույքների եւ կյանքից ամենալավը վերցնելու էներգիայի հետ։ Խոսենք Վեներայի ուղղությունների մասին։ Սերը եւ հարաբերությունները։ Ինչպես են քեզ տեսնում տղամարդիկ, ինչպես են սիրում, ինչպես ես դու սիրում, ինչպիսի պահվածքով ես գրավում, ինչն է քեզ համար գեղեցիկ սիրո մեջ, ինչ ես ուզում սիրուց, ինչպիսի հարաբերություններ ես պատկերացնում, երազում կամ ցանկանում, քո սիրելու ձևը, զգացողությունները եւ թե ինչն է քեզ դուր գալիս, ինչ զգացողություններով ես ապրում, ինչն է քեզ գրավում, ինչն ես ընտրում կյանքում, ինչպիսի ճաշակ ունես։ Գեղեցկություն, ոճ եւ ճաշակ։ Ինչն է քեզ գեղեցիկ թվում։ Սեր, արվեստի եւ երաժշտության հանդեպ, էսթետիկ զգացողություն, ներդաշնակություն ստեղծելու կարողությունը, ինչպես ես ընկալում գեղեցկությունը։ Մագնիսականությունը եւ գրավչությունը, քո հմայքը, դիվանագիտությունը, մարդկանց դուր գալու ունակությունը, փափկությունը, քո մագնիսականությունը, կանացի պահվածքը հասարակության մեջ։ Ինքնագնահատականը եւ արժեքները։ Սիրում ես ինքդ քեզ, զգում ես քո արժեքը, թույլ տալիս ես քեզ լավագույնը, թե ոչ։ Որքան ես քեզ արժանի համարում սիրուն եւ լավին։ Ֆինանսը եւ արժեքները։ Ինչպես ես վերաբերվում փողին, ինչպես ես գումար վաստակում, ինչպես ես փողը օգտագործում, ինչն է քեզ համար արժեք, ինչպես ես կառավարում քո ռեսուրսները եւ ինչպիսին է քո ֆինանսական հաջողությունը։ Ինչպես է իրեն դրսևորում Վեներան առաջին տանը։ Առաջին տունը ամենակարևոր անկյունային տներից է, որը անձնական քարտեզում համարվում է հիմնային եւ մեկնարկային կետ։ Երբ Վեներան ընկնում է առաջին տուն, մարդը շատ հաճախ շատ գրավիչ, շատ հաճելի արտաքին է ունենում է մագնիսականություն եւ մարդիկ շատ հաճախ են ձգվում դեպի իրեն։ Առաջին տունը խոյինն է եւ այստեղ կրակի ուժը միավորվում է նուրբ Վեներայի հետ։ Վեներան, ստանալով կրակի ուժեղ էներգիան եւ պայծառությունը, կարողանում է շատ հեշտությամբ ձգել իրենց մարդկանց սերը եւ ուշադրությունը։ Այս Վեներաներին մարդիկ շատ հաճախ են սիրահարվում եւ գրավում նրանց ուշադրությունը։ Մարդիկ հենց առաջինը նկատում են անհատի տեսքը, գրավչությունը, մագնիսականությունը, գեղեցկությունը, կանացիությունը եւ սիրահարվում են նրանց։ Նրանք ունեն յուրատիպ խարիզմա, գեղեցկություն եւ գեղեցիկ աուրա։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Ուժեղ է համարվում այն ժամանակ, երբ մոլորակները լավ ասպեկտներ եւ դիրք ունեն ու գտնվում են իրենց համար լավ նշանի մեջ։ Նրանք ունեն բնական հմայք, սա իրենց ամենամեծ ուժերից է։ Մարդը առանց ջանքի կարողանում է գրավել ուրիշներին, սիրահարեցնել իրեն։ Մարդիկ անկախ իրենցից ցանկանում են օգնել եւ նրանց կողքին լինել։ Կարող են հեշտ կապեր ստեղծել, շատ հեշտությամբ ստանում են սեր, ուշադրություն եւ նվերներ։ Ունենալով լավ էներգիա, մարդիկ վստահում եւ հավատում են իրենց, ունեն ոճ, ճաշակ եւ էլեգանտություն։ Թույլ կողմերը։ Թույլ է համարվում այն ժամանակ, երբ մոլորակները եւ ասպեկտները վնասված են լինում տարբեր մոլորակների կողմից։ Ունեն չափազանց հաճոյանալու ցանկություն, երբեմն փորձում են բոլորին դուր գալ։ Կարող են կորցնել իրենց իսկական եսը։ Ունեն կախվածություն ուրիշների կարծիքներից եւ հայացքներից։ Ինքնագնահատականը կապված է ուրիշների ուշադրությունից։ Քննադատություն չեն կարողանում ընդունել, դժվար են կողմնորոշվում եւ ընտրում։ Կոնֆլիկտներից կարողանում են խուսափել եւ ներսում շատ կուտակել էմոցիաներ։ Ինչպես է իրեն դրսևորում Վեներան երկրորդ տանը։ Քանի որ Վեներան համարվում է փոքր հաջողության մոլորակ, այստեղ ընկնելով անհատը կարող է ֆինանսական հաջողություններ ունենալ։ Վեներան այստեղ բերում է փողը դեպի իրեն ձգելու ունակություն։
Այս անհատները սիրում են գեղեցկություն, որակ, հարմարավետություն, շքեղություն եւ սեր։ Փողը կարևոր է, որպեսզի ձեռք բերի նյութական վարիքներ եւ ամուր կանգնի հողի վրա։ Կարողանում են վայելել կյանքը եւ հաճույք ստանալ։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Վեներան այստեղ մագնիս է հանդիսանում ֆինանսների համար, փողը գալիս է ավելի հեշտ, քան շատերի մոտ։ Կարող են գումարված աշխատել գեղեցկության, իրենց տեսքի, արվեստի եւ դիզայնի հետ կապված ոլորտներում։ Երբ անում են այն, ինչ սիրում են, փողը հեշտությամբ է գալիս, ունեն հարմարավետ կյանք ստեղծելու տաղանդ, կարողանում են իրենց շուրջը ստեղծել գեղեցիկ, հանգիստ միջավայր, սիրում են կայունություն եւ կարողանում են դա կառուցել։ Շռայլ են եւ սրտաբաց։ Թույլ կողմերը։ Նրանք ունեն շատ ծախսելու հակում, սիրում են հաճույքներ, կարող են անիմաստ եւ շատ ծախսել, հատկապես գեղեցիկ, թանկ իրերի վրա։ Նրանք կարող են կախվածություն ունենալ սննդից, շոփինգից եւ այլ հաճելի գործողություններից։ Կարող են ընտրել հաճույք, այլ ոչ թե զարգացում։ Եթե փողը կա, իրենց լավ են զգում, իսկ եթե չկա, կարող են ունենալ անինքնավստահություն եւ ընկնել դեպրեսիայի մեջ։ Ունենալով հարմարավետություն, դժվար են դուրս գալիս կոմֆորտ զոնայից։ Ինչպես է իրեն դրսևորում Վեներան երրորդ տանը։ Այս անհատները շատ արտիստիկ են, զգացմունքային։ Նրանք սիրում են ոգեշնչել ուրիշներին։ Այս անհատները կարողանում են շատ գեղեցիկ եւ հաճելի շփվել։ Ունեն քաղցր, հաճելի, մանիպուլյատիվ խոսք։ Գիտեն, թե ինչպես գրավեն մարդկանց, խոսքով, մանիպուլյատիվ, մագնիսականությամբ։ Հեշտ են ծանոթանում եւ շփվում, հեշտ են կապեր հաստատում, սերը արտահայտում են խոսքով, հաղորդագրություններով եւ ուշադրություններով։ Կարող են լինել ֆլիրտային, թեթև, ոչ խորքային։ Շատ ունեն կապեր, ընկերներ, ծանոթություններ։ Շատ հաճախ նրանց սերը կարող է լինել մոտ շրջապատից եւ շատ վաղ տարիքում։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Ունեն գեղեցիկ խոսք, մագնիսական եւ մանիպուլյացիոն ուժ, խելացի են, ունեն հմայիչ միտք։ Մտածելակերպը թեթև է, արագ եւ հետաքրքիր։ Արագ են ծանոթանում, ունեն շատ կապեր, խոսում են գեղեցիկ եւ շատ հմայիչ։ Թույլ կողմերը։ Կարող են ունենալ շատ մակերեսային շփումներ, շատ կապեր, բայց ոչ խորքային։ Սիրում են շատ խոսել եւ կարող են բամբասել անդադար։ Խոսք տանել բերել այստեղ, այնտեղ, սխալ ինֆորմացիաներ տարածել։ Կարող են շատ խոսել, շատ խոստանալ, բայց չգործել։ Սիրում են սիրախաղեր, ֆլիրտեր, բայց ոչ խորը հարաբերություններ։ Ինչպես է իրեն դրսևորում Վեներան չորրորդ տանը։ Եթե Վեներան չորրորդ տանն է, ապա տունը եւ մտերիմները այս անհատների կենտրոնը եւ ուժի տեղն են։ Տունը ամենակարևոր վայրն է նրանց համար։ Նրանք սիրում են ստեղծել ջերմ, հարմարավետ եւ գեղեցիկ միջավայր։ Կանացիությունը արտահայտում են հոգատարությամբ, փափկությամբ, սիրո եւ ընտանեկան հավասարակշռության միջոցով։ Կարող են լինել ընտանիքի համախմբողը եւ միավորողը։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Ջերմություն ստեղծելու տաղանդը կարող է ցանկացած միջավայր դարձնել ջերմ եւ տաք։ Մարդիկ իր կողքին զգում են հանգիստ եւ ապահով։ Զգացմունքային են։ Զգացմունքներում խորն են, նրանց համար կարևոր է էմոցիոնալ կապը։ Սիրում են անկեղծ, նուրբ սրտով, սիրում են իրենց սիրելիների մասին հոգ տանել եւ պաշտպանել նրանց։ Ուժեղ կապ են ունենում ընտանիքի եւ մտերիմների հետ, կարողանում են իրենց խաղաղությունը փոխանցել դիմացինին, ունեն լավ ճաշակ եւ կարող են ստեղծել էսթետիկ միջավայր։ Թույլ կողմերը։ Նրանք կարող են էմոցիոնալ կապվածություն ունենալ զուգընկերոջից, կապվում են շատ ուժեղ եւ չեն կարողանում բաց թողնել։ Կարող են ընկնել անցյալի ծանր հուշերի մեջ, դժվար են բաց թողնում հին հարաբերությունները կամ իրավիճակը։ Սիրում են մնալ իրենց կոմֆորտ զոնայում եւ դուրս չգալ այստեղից։ Եթե տանը խնդիր կա, ապա դա ազդում է նրանց ամբողջ կյանքի վրա։ Հեշտ են վիրավորվում եւ փակվում իրենց մեջ, կարող են վախենալ զուգընկերոջը կորցնելուց։ Ինչպես է իրեն դրսևորում Վեներան 5-րդ տանը։ Սա Վեներայի ամենասիրելի տունն է։ Այստեղ նա շատ էմոցիոնալ է, սիրախաղերով լի, ֆլիրտ, ռոմանտիկա։ Նրանք այստեղ շատ արագ են սիրահարվում, հեշտ ու կրքոտ։ Նրանք սիրում են վառ էմոցիաներ, ճանաչում եւ ուշադրություն։ Սերը նրանց համար խաղը եւ ուրախություն, այլ ոչ թե պարտավորվածություն։ Նրանք շատ ստեղծագործող եւ ոգեշնչող էներգիա ունեն։ Կարող են հետաքրքրություն ունենալ արվեստում, պարում, երաժշտության եւ դերասանության մեջ։
Շատ պայծառ են, խաղաղ էներգիայով, սիրում են ուշադրություն, հաճախոսություններ, շատ են սիրում երեխաներին։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Նրանք շատ ռոմանտիկ են, խարիզմատիկ եւ շատ գեղեցիկ։ Շատ գրավիչ են, սիրո մեջ, թե իրենք են հեշտ սիրահարվում եւ թե իրենց են հեշտ սիրահարվում։ Ունեն աստղային էներգիա։ Նրանք ունեն ստեղծագործական տաղանդ, բարձր կրեատիվ պոտենցիալ, կարող են փայլել արվեստի բոլոր ճյուղերում։ Ուրախություն փոխանցելու ունակություն ունեն, նրանք կարող են վարակել իրենց էմոցիայով եւ էներգիայով։ Մարդիկ այս անհատների կողքին զգում են շատ ուրախ եւ հետաքրքիր։ Նրանք սերը զգում են որպես ազատություն, սերը նրանց սրտից կարող է բխել որպես էմոցիա, առանց վախի, եւ նրանք գիտեն ինչպես վայելել այդ էմոցիան եւ շատ են փնտրում այդ էմոցիան մարդկանց մեջ։ Թույլ կողմերը շատ թեթև են նայում սիրուն եւ հարաբերություններին, հեշտ են սիրահարվում եւ արագ էլ սառում են, չեն սիրում պարտավորություններ, խուսափում են լուրջ կապերից եւ լուրջ հարաբերություններից։ Սիրելով ֆլիրտը կարող են ունենալ մի քանի հարաբերություններ միաժամանակ, կարիք ունեն մշտական ուշադրության եւ հաճախոսությունների։ Եթե չկան հաճախոսություններ կամ ուշադրություն, նրանք կարող են ընկնել դեպրեսիայի մեջ։ Հետաքրքիր էր 6-ից 12-րդ տների մասին կպատմեմ հաջորդ լսանյութում։ Չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին։